Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 եւ ավելի տարեկանների համար։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաները՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, աշխատանքային իրավունք, վաստակած հանգիստ։ Մենք անդրադառնում ենք նաև տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպություններին, ընկերություններին։ Այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօր տաղավարում հյուրընկալել ենք Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության հումանիտար աջակցություն արտաշատում ծրագրի ցուցալական աշխատող Արմինե Խաչատրյանին եւ ծրագրի շահառու Անահիտ Միկինյանին։ Բարի օր, ձեզ շնորհակալ եմ, որ մոտակա մարզից, բայց շոքին հասել եք տաղավար։ Բարև եք եկել։ Բարի օր բոլորին, մենք ենք շնորհակալ, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մասնակցելու այս հաղորդաշարին։ Փորձենք հնարավորինս բովանդակալից ներկայացնել եւ ծրագրի մասին եւ նաեւ մեր փորձառության մասին։ Արմինե, խնդրում եմ ներկայացրեք ծրագիրը, որ կոչվում է հումանիտար աջակցություն արտաշատում, այն բաղադրիչը, որը ավագ սերնդի ներկայացուցիչների համար է հենց։ Ուրեմն մենք համագործակցում ենք Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության հետ, ես ինքս կազմակերպության սոցիալական աշխատող եմ համարվում եւ աշխատում եմ մի քանի ծրագրերի հետ, կոնկրետ այս ծրագրի հետ ասեմ, նախ սկսենք, որ Հայկական Կարիտասը ինքը միջազգային կազմակերպություն է եւ հասարակական կազմակերպություն լինելով հանդերձ Հայաստանում գործում է, ստեղծվել է 1995 թվականից, բայց միևնույն ժամանակ ինքը հանդիսանում է միջազգային Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ, որի հետ համագործակցում են բազմաթիվ կազմակերպություններ։ Այս ծրագրի կոնկրետ շրջանակներում ծրագիրը արդեն նշեցիք ոնց է կոչվում, ինքը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին վերաբերվող աջակցության ծրագիր է, գործում է Արարատի մարզում, Արտաշատ քաղաքում, բայց հնարավորություն ունեցանք նաև ընդգրկել հարակից մի քանի համայնքներ։ Ծրագրի չափորոշի ծրագիրն իրենց ներկայացնում է հունգարական հովանավոր է հանդիսանում ծրագրի հունգարական կազմակերպություն, դոնոր կազմակերպություն, ֆինանսավորումն իրականացվում է իրենց կողմից եւ նպատակն է բարելավել հայ-հունգարական հարաբերությունները եւ Հայաստանում եւ նաեւ աջակցելով նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Տիկին Անահիտ, ձեր մասին պատմեք, մարդիկ որ չեն ճանաչում ձեզ, ես էլ ոնց կներկայանաք։ Անահիտ Միկինյան, ապրել եմ Արցախում, Ստեփանակերտում, աշխատել այնտեղ 2023 թվականի դեպքերից հետո, սեպտեմբերի վերջին, տեղահանվել ենք, եկել ենք Արտաշատ, ապրում ենք հիմա, բնակվում ենք Արտաշատում, որոշ ժամանակ առաջ պատահաբար իմացել եմ Կարիտաս կազմակերպության մասին, դիմել եմ իրենց, մեզ ընդունել են որպես շահառու, ապրում եմ ամուսնուս հետ, երեխաները առանձին են, ես ու ամուսինս ենք միասին ապրում, ինքը 18 թվականից ինսուլտ է ստացել հաշմանդամա, հիվանդա, կարելի ասից ոչ անկողնային ու դժվարություններով, հիմա իրան եմ խնամում, այսպես։ Տիկին Անահիտ, ինձ ավելի շատ հետաքրքիր է ձեր Արցախի կյանք, ես ակնկալում էի լսել, որ ինչ էիք աշխատում, ոնց էիք ապրում, տունը որտեղ է։ Արցախում ավարտել եմ մանկավարժական ինստիտուտ, այն ժամանակ Բաքվի մասնաճյուղներ, Ստեփանակերտում, պատմաիրավաբանական ֆակուլտետը, աշխատել եմ երկար տարիներ մանկավարժ, վերջին 10 տարիներ աշխատել եմ Արցախի պետական համալսարանում, մեթոդիստ էի, հետո որ ամուսինս հիվանդացավ, արդեն թոշակի տարիքեր, ստիպված սկսեցի իրեն խնամել ու այդպես այդ վիճակում տեղափոխեցի իրեն ստեղ, երեխաները մի երկու օր շուտ էին տեղափոխվել այդ բենզինի դեպքերի ժամանակ, թորնիկներս էլ են եղել այնտեղ, դեպքի վայրում, Փառք Աստծո նորմալ դուրս են եկել,
Անկորուստ։ Հիմա իրանք էլ են ապրում Արտաշատում, մենք էլ Տիկնանահի, որ հիշում եք Ստեփանակերտի, որ արդեն հիշողություններ տարիներ են անցնում, անընդհատ ժամանակ անցնում է, ամենաբյուրեղացած, ամենաշատ կարոտելու պահը, ամենաշատ մթնոլորտը, բնությունը, չգիտեմ, տունը, ձեր հարազատ պատերը, ի՞նչն է կարոտում։ Գիտեք, Արցախում ապրել ենք նորմալ վիճակում, կարելի ասել նույնիսկ լավ ենք ապրել, մինչև Արցախյան շարժումից հետո դե պատերազմ առաջին Արցախյան, ամուսինս պատերազմի մասնակից էր, սպա է, ես էլ իմ մանկավարժական աշխատանքով էի զբաղվում, Արցախի նման երկիր երկրորդը չեմ պատկերացնում, եթե կլինի կարոտը սպանում է, շատ մեծ վիշտ ենք ապրում, ոչ միայն մենք, մեր ընտանիքը, այլ ընդհանրապես արցախցիների մեծամասնությունը, գերակշռող մասը, չհաշված այն մարդիկ, դե գիտենք բոլորս էլ, որ եղել են նաև մարդիկ, որոնք զբաղվել են այլ գործնեությամբ, բայց այսօրվա դրությամբ հիմնականում են սովորական մարդիկ են, որ վատ վիճակում են, պայմանները վատ, տան կարոտը, այդ հայրենիքի կարոտը, դժվար է, էլի։ Որ ասում եք կարոտ, տան կարոտը, ձեր տան կարոտը, այդ միջավայրի, ձեր աշխարհի, ուզում հասկանամ այդ կարոտը ընդհանուր կարոտը երկրի, հողի, հայրենիքի, բոլոր սրբությունների, այ հիմա ինտերնետում նայում ես այդ եղբայրական գերեզմանը ոնց են ավերում, այդ ոճրագործները, սրբությունները, մեր հին քաղաքի Ստեփանագերտի գերեզմանատունը մի մասը քանդել են, տեսնում ենք էլի այդ ինտերնետում չնայելը ավելի հեշտ չի, ստիպել չնայելը, տիկնանայել։ Չեմ կարողանում, ընդհակառակ ուզում եմ տեսնեմ, էլ ինչ ավերեցին, էլ ինչի կբան, էլ ինչը վերացրեցին, չի լինում չնայել։ Ամեն ձեզ հետ բերեցիք, հասցրեցիք ամեն ինչ բերել։ Ոչ մի բան չենք բերել, թողել ենք 2 բնակարան, մի հատ սեփական անհատական տուն էինք կառուցել, մի հատ 3 սենյականուց առանձին տուն ունեինք։ Ոչինչ չենք բերել, մեքենան մեկը մնաց Հայաթում, մեկը մնաց ճանապարհին, որ ինքը չէր կարողանում վարել մեքենան, վարորդ էի գտել, որ բերում էր մեզ, էդ էլ ճանապարհին մեքենայի խնդիրներ առաջացավ, թողեց մեզ այդ տղան, ինքը մեզնից թաքուն ուրիշ մեքենաներով այդ որ գալիս էին, թողեց գնաց, մի գիշեր մնացինք ճանապարհին, Շուշին անցել էինք արդեն, առավոտյան լուսադեմին մեքենաներ եկան, զինվորական մեքենաներ էր, բայց իրենք զինվորականներ էին, բայց իրենց ընտանիքներին էին տեղափոխում, խնդրեցի մի կերպ մեզ էլ տեղափոխեցին, այդ մեքենան էլ մնաց ճանապարհին, ինչ որ վերցրել էի, որոշ բաներ, հիշողություններ, տնից բոլորը մնաց մեքենայում ճանապարհին, կարևորը որ ես կարողանայի այդ հիվանդին տեղափոխել, ավելի շատ մտածում էի Աստված չանի, հանկարծ մի բան պատահի, ես այս ամայի վայրում ինչ կանեմ, ոնց կանեմ, երեխեք արդեն եկել էին, մենակ էինք մենք։ Մի խոսքով շատ մեծ դժվարություններով եկանք, հասանք։ Այն պահը, որ եկաք հասակ, հանգստություն եղավ գոնե։ Մի տեսակ լիցքաթափվում ես, իհարկե այն լարվածությունը, այդ հակարի կամուրջը անցնելու այդ պահը, ինքը զինվորական էր, անընդհատ մտածում էի, չնայած ես իրա բոլոր փաստաթղթերը, ստացած մեդալները, պատվոգրեր, բանկար, սաղ վերացրել էի այն զինվորական տարիների նկարները, բոլորը, ոչ մի հիշողություն չենք բերել մեզ հետ, բոլորը թողել ենք այնտեղ, նկարները վառեցի վառարանում,
նույնիսկ տան որոշ ապրանքներ հանեցի, բակում վառեցի, խարույկ էի սարքել, այնպիսի մի գազանի բան էր մտել մեջս, որ պատկերացնում, հիմա որ նայում եմ, որոշ բնակարաններ իրանք այդպես ավերած, ցրիվ տված հայատներում, ես մի տեսակ հանգստանում եմ, որ վառել եմ, որ իմ շորերը հայաթում շպրտած չի, որ իմ տան վարագույրները կախած չի, իրանք պատռում են կամ վառում են, բոլորը վառել եմ, կա նկարները տեղն այրախոսիս մեջ անում էի ու նկարում էի, հարևաններս լացում էին, ես չէի լացում, ես անենց մի տեսակ վայրենացած էի այդ պահին, չէի զգում, անզգայացած էի, ինչ եմ անում։ Տիկին այդ մարդիկ տարբեր են, տարբեր իրավիճակ, այսինքն նույն իրավիճակին մարդիկ տարբեր արձագանքներ են անում, եթե այդ պահին դա ձեզ ուրախացրել է, դա ոնց որ սիրտը հովացրել է, ուրեմն ճիշտ է կարել։ Ու այսօր, ուրեմն ճիշտ է կարել։ Իսկ հիմա ի՞նչն է ուժ տալի։ Լավ, շունչ առեք, ջուր խմեք, Արմինեին հարցնում։ Արմինե, ծրագիրը հումանիտար աջակցություն ինչ է ներառում, ինչ է հումանիտար աջակցության բառակապակցության ներքո, ինչ է հումանիտար աջակցություն բառակապակցության ներքո։ Նայեք, ի սկզբանե երբ որ ծրագիրը ստեղծվեց, երբ որ մենք որոշեցինք, որ Հայկական Կարիտասի համագործակցությամբ պետք է իրականացնենք այդ ծրագիրը, դրվեցին որոշակի չափորոշիչներ, որոնց համապատասխան մենք պետք է ընտրեինք, հավաքեինք այն կազմը շահառուների, որոնց հետ պետք է աշխատեինք։ Շատ մեծ ցավով եմ նշում, որ իրականում այդ հոսքը, որ գալիս էր մեր պոտենցիալ շահառուների, այնքան շատ էր, բայց մեր դոնորի կողմից կային հստակ չափորոշիչներ եւ հստակ քանակ, սահմանափակ 60 հոգի շահառու ունենք, որ դուք ստիպված ենք ընտրել ու շատ դժվար ընտրություններ էր, շատ դժվար։ Անկախ նրանից, որ յուրաքանչյուրի հետ խոսում ես, իրենք պատմում են այդ ամեն ինչը, սկսում ես վերապրել իրենց հետ, իրենք են վերապրում, այդ ամեն ինչը ոնց որ դառնում նաև քո անձնական ցավը, ու վերջում որ ստիպված ես լինում մերժել, որովհետև իրենք զուտ այդ հստակ չափորոշիչների չեն համապատասխանում, ասեք ասեմ, վատ ես զգում, որ չկարողացար հերթական ինչ-որ մեկին օգնել։ Ծրագիրը ստեղծված էր եւ պահանջն այն էր, որ պետք է լիներ վերաբերվեին շահառուներ, պետք է լինեին տարեց թոշակառուներ, հաշմանդամության կարգ ունեցող տարեցներ եւ սահմանափակ էր կամ միայնակ տարեց թոշակառուներ եւ հաշմանդամության կարգ ունեցողներ, այսինքն կային այդ ամբողջ հոսքի մեջ եւ բազմազավակ մանկահասակ երեխաներով ընտանիքներ եւ այլն, բայց քանի որ հնարավորություն չկար իրենց ընդգրկելու, իրենք բացի մնացին, այո, զուտ դոնորը զուտ պահանջը դրել էր, որ պետք է լինեն այդ չափորոշիչներով եւ պետք է լինեին զուտ 60 հոգի։ Մենք ընտրությունը էլի արեցինք շատ դժվարությամբ, ես համագործակցել եմ մեր տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների, համայնքապետարան, մարզպետարան, մեր մյուս հարակից համայնքապետարանների հետ, միասնական սոցիալական ծառայության կենտրոնի հետ, իրենցից տրամադրվեցին ցուցակներ, որոնք արդեն, այո, որ հասարակական ցուցակներ, իհարկե Էլի ցավով եմ նշում, որ ամբողջական չէին այդ ցուցակները եւ մեր աշխատանքի շնորհիվ էլ որոշ բաներ շտկվեցին, լրացվեցին, քանի որ այն սկզբնական պահում, որ առատագաղթը սկսվել էր, տեղահանումը սկսվել էր, գալիս էին, բայց կարողա մի պահ այս տարածքում գրանցվեին, հետո տեղափոխվեին ուրիշ տարածքներ եւ այլն, բնակարանի գտնելու եւ այլնի պատճառներով, այդ տեղաշարժի պատճառով այդ ցուցակներն էլ հստակ չեն։ Բայց ահագին շտկվեցին նաև մեր համագործակցության։ Հիմա հիմնական 60 շահառուների ցանկ արդեն ունենք։ 60 վաղուց ունենք, ծրագիրը գործում է մոտ 1 տարի, ի սկզբանե դրված էր, որ պահանջը պետք է 1 տարվա ծրագիր լինի, շատ մեծահույս եմ, որ կուզեի ամեն դեպքում, որ հնարավորություն լիներ շարունակվեր ծրագիրը, որ նաև հնարավորություն լիներ եւ մեր շահառուներին էլի շարունակական օգնության բնույթ լիներ, նաև կարողանայինք ընդգրկել թեկուզ որոշ մաս այն շահառուներից, ովքեր որ դուրս մնացին այդ ցանկից։ Ծրագրի շրջանակներում
տրամադրվում է հոգեբանի աշխատանք, սոցիալական աշխատողը ես եմ, անհատական եւ ընտանեկան աշխատանք, սոցիալական, նաեւ ունենք բուժքույրերի ծառայություն, 3 բուժքույր են ընդգրկված ծրագրում, որոնք տնայցերի միջոցով իրականացնում են իրենց աջակցության ծառայության հնարավորությունների սահմաններում են, չէ՞ աշխատում։ Այո, իհարկե։ Բազմամյա ստաժ ունեցող, փորձ ունեցող բուժքույրեր են աշխատում իրենց հետ։ Տիկին Անայ, դուք ինչու հենց Արտաշատում հաստատվեցիք եւ ինչ գտաք այստեղ։ Ճիշտն ասած, այդ վատառողջ լինելը ամուսնու ու հետո երեխեքս էստեղ էին տեղավորվել, մենք էլ իրանց համար մի աղջիկ ունեմ էլ իր երեխեքով, ընտանիքով ստեղ էին, մենք էլ մտածեցինք, որ մնանք երեխեքից մոտիկ լինենք ու առողջական խնդիրներ կար, այդ պահին հեռու գնալու հնարավորություն չունեինք, որ Երևանին մոտ լինեք։ Դե ճիշտ ասած ես իմ Արտաշատը ձգեց։ Հետո էլի ուզում մնա, ինչով ձգեց։ Ես ձգեց։ Մարդիկ ընդունեցին, հարմարվել եք։ Դե իհարկե հարմարվել ենք, հետո Կարիտասից, կազմակերպությունից, իրենց աշխատողներից շատ շնորհակալ ենք, շատ ուշադիր են, բուժքույրը հաճախակի գալիս է մեզ այցելության, օգնում են, դեղահաբեր ենք ստանում, դեղամիջոցներ ենք ստանում, սննդամթերքի տեսքով ենք ստանում, հետո սկզբնական շրջանում նաև կենցաղային որոշ ապրանքներ օգնել են, շատ շնորհակալ ենք, շատ ոնց որ հոգսը թեթևացնում են։ Հա, իհարկե, այդ ամենափոքր, ամենաչնչի մի բանը մեծ ներշնչում ու ոգեշնչում է, որ կան նաև շրջապատում այսպիսի մարդիկ բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը, ուշադիր են, շատ հոգատար են, շատ շնորհակալ եմ ես այդ կոլեկտիվի աշխատողներից, հատկապես բուժքույրը, սոցիալական աշխատողը, առանձնապես հոգեբանի տենց կարիք չենք զգացել, դրա համար իրան չենք դիմել, մնացած հարցերում շատ զգացված ու շնորհակալ ենք։ Տիկին Անայիդ, այս հաղորդումը տարիքով մարդկանց համար է, ավագ սերնդի համար է ու ես միշտ տարիքը հարցնում եմ, դուք քանի տարեկան եք ու ձեր տարիքը ոնց եք զգում, դե կենսաթոշակառու եք ու ասեք էլ այդ դժվարությունների միջով են տարիքում ոնց է ապրումների մասին, ասում եք հոգեբանի կարիք չունեմ, բայց Գիտեք, որ երկար տարիների մանկավարժական աշխատանք փորձ եմ ունեցել, ես ինքս եմ հոգեբան, ես դրա կարիքը չեմ զգացել։ Կարող եք բարբարով շարունակեք։ Ինչ ասիմ, ինչ ուզում եք հարցրեցիք, ես ասիմ։ Դե ես չեմ կարող բարբարով հարցնել, բայց հաճույքով կհասկանամ եւ կլսեմ։ Պատմեք այդ հենց այդ մասին, թե տարիքի հետ ու այս դժվարությունները համընկան այդ երկրորդ շնչառություն վերցնելու ժամանակի հետ։ Իհարկե շատ դժվար էր, դե հիմա արդեն փոխեմ կանալ։ Չէ, դուք, մենք միշտ այդպես ենք անում մեր արցախցի բարեկամներ։ Ես հարցը տալիս եմ գրական հայերեն, եք պատասխանում բարբարով։ Դե հարմարվում ենք, ինչ անենք, կյանքը դժվար է, հիմա ստեղի ապրողների հետ էլ է շատ դժվար, այնպես չի որ Հայաստանում ամեն ինչ լավ է, լոխ լավ են ապրում, ավելի վատ պայմաններում ապրող մարդիկ կան, ուղղակի մեր այնավ էր թողալ ընկլի ամեն ինչ, 50-60 տարվա արածը թողալս եկալ, դա շատ դժվար բան է, դա շատ ահավոր սարսափելի բան է, սաղ ճանապարհին Արմինեին պատմում մլալ, թա ինչ ձև ինք դուս եկալ, ինչ ապրումներով, դռները պեցում թողալ, տները լող պեցում թողալ, վառուտեքը, բայց բանալիները բերալ միզնե հետ, մի խուրց բանալի կա մեր տանը, գլուշնե երում կալ, բայց ինչի հետ է գիտում չում, երբ տանը տռները պեց թողում, այդ բանալին բերալ միջանիմ։ Սպոփանք է։ Դե ինչ ասիմ, դժվար է, ահավոր դժվար է։ Տիկին Անայիդ, գիտեք ինչի մասին էի մտածում, դուք ոնց որ կորցնելով նյութական ամեն ինչ, այն ինչ որ հոգևոր է, դա չի քննարկում, բայց նյութական ամեն ինչը կորցնելուց հետո գուցե մի ասելիք ունեք մարդկանց, մեզ, Գիտում եք, հիմա այսօրվա պայմաններում Արցախցին կարիք ունի տանիքի, այդքան ինձ համար կարևոր չի այդ նյութական օգնությունները այս մեկը,
մեզ տանիք է պետք, որտեվ դժվարությունները շատ է, այդ տան վարձերը այնքան են թանկացրալ, հնարավոր չի, երեք մյուս օրը թոշակները բերել են, տալիս ես տան վարձ նստում ըստ, հետո ինչով ապրի այդ մարդը, հիմա այդ օգնություններն էլ կտրեցին, չգիտեմ, մենք կստանանք, չենք ստանա, այդ 30,000 են սարքել, չգիտեմ, տալու են, չեն տալու, դժվարությունները շատ է շատ, բայց այդքանի հետ միասին առաջի պրոբլեմը Արցախցու համար այսօրվա երա տոն ունենալն է, գրիշա ունենալը, տանիք ունենալ, որի մասին մտածելն էլ չգիտես, ինչ անես։ Ես գիտեք ինչ եմ մտածում, որ ամեն ինչը կորցնելը մեզ ոնց որ նաև բոլորից դաս եղավ, որ կյանքի ընթացքում ոնց որ վարագույրները, պահարանները, այդ ամեն ինչը մեծ հաշվով ձեռքբերով է։ Այո, ձեռքբերով են, ավելի կարևոր բաներն են կարևոր, այ ինչերը։ Ինչերը, սրբությունները, մեր թանգարանները, մեր գրադարանները։ Ստեփանակերտում կա մարզային գրադարան, որը ինչպես ասում են, տրաքում է, այնքան լիքն է։ Այդ սա գրադարանը մնաց այնտեղ։ Սա արխիվները մնաց այնտեղ։ Եկեղեցիները մնաց այնտեղ։ Թանգարանների ամեն ինչը մնաց։ Ինչ են, համարյա ոչ մի բան չեն տեղափոխել։ Այս ամի 2 տարվա ընթացքում դրանք էլ կվերացնվի, կվերացնեն, կքանդեն, ցրիվ կտան։ Նյութական ժառանգությունն է ասում։ Հա, գերեզմանները քանդում են, սրբությունն է, չէ։ Զոհվածների են եղբայրական գերեզմանը քանդում են։ Ինչի հետ է։ Հավատ ունեք վերադարձի։ Հա, հավատում եմ, սպասում ենք։ Օգնում է ապրել։ Ամեն օր, ամեն վայրկյան, ամեն րոպե սպասում ենք այդ օրվան։ Գուցե կլինի։ Թող լինի։ Արմինե եւ մի վերջին։ Թող քինանք, մի հատ վրանի տակ է ապրենք, բայց մեր հողում լինենք։ Թող տուն չլինի, թող սառնարան չլինի, տեխնիկա չլինի, էլեկտրական, այս մեկին մեկ, ոչ մի բան չլինի։ Բայց մեր հողը լինի, մեր հայաթը, մեր ծառերը, մեր օդը, լապատկին կոթը։ Ոնց ասում են։ Ղարաբաղցիք տենց են ասում, օդը թութը, լապատկին կոթ։ Որպես երկարակեցության աղբյուր, չէ։ Արմինե ծրագիր արդյոք բաց է այն մարդկանց համար, որ լսում են մեզ, Արտաշատ քաղաքային համայնքի եւ հարակից գյուղական համայնքներում են ապրում, կարող են դիմել դեռ։ Դիմել այս պահին մենք ամեն դեպքում ես փորձում եմ նորից հավաքագրել, եթե հնարավորություն լինի հետագայում օգտագործելու համար, եթե ծրագիրը շարունակական բնույթ կրի, կփորձենք ընդգրկել նաև այն մարդկանց, ովքեր դուրս մնացին եւ նաև ինչու չէ, այո, ինչու չէ, փորձում եմ հավաքել, ունենալ այդ բազան, որ կարողանանք նաև կամ ժամանակի ընթացքում ուղղորդում եմ ուրիշ կազմակերպություններ, ովքեր ներկա պահին ունեն գործող ծրագրեր, կամ ուղղորդենք մեր ՄՍԾՏԿ կենտրոններ, որտեղ ունեն գործող ծրագրեր, մաքսիմալ փորձում ենք աջակցել, այո։ Եվ ինչպես Տիկին Անահիտն ասեց, լրացնեմ, որ բացի հոգեբան բուժքույր աշխատողի ծառայություններից մենք նաև ամենամսյա ծննդի 4 բաներ ենք, փաթեթներ ենք տրամադրում, որ իրենք ամեն ամիս պետք է ստանան, նաև լինում են նյութական եւ հումանիտար աջակցություններ եւ կենցաղային իրերի հետ կապված տարբեր պարագաներ եղել են, որ տրամադրել ենք նաև վերջերս եղավ դեղորայքային աջակցություն, փորձում ենք մաքսիմալ ինչ մեջ կարողանանք տեղավորվել իրենց օգնել։ Որը նույնպես շփազանց կարևոր է։ Շնորհակալություն ձեր բարի գործի համար, Տիկին Անահիտն էլ շնորհակալ եմ, որ եկաք, որ պատմեցիք, որովհետև կարևոր է, որ բոլորս իմանանք, չմոռանանք։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Ընդունելության համար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի armradio.am կայքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքի։ Գտեք մեզ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում։ Ձեզ ուզող հարցերին մենք անդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։